պետք չի մտածել, թե ինչ 10 կետ կա սահմանները պահելու համար, պետք է մենք փորձենք դուրս գալ այդ զոհի հոգեվիճակից, պետք է մենք դուրս գանք այդ խեղճ ու կրակի հոգեվիճակից, ընկերներ, որովհետև անգամ երբ որ մարդիկ մեզ որոշ հարցերով դիմում են, մենք պետք է իմանանք, անգամ եթե մենք ենք դիմում, շատ դժվար տանելի մի բան է, եւ երբ քեզ մերժում է մեկը, ով զոհ է, խեղճ է, դու դրանից ներվայնանում ես, զայրանում ես, որ հələ սրան նայի, որ ինձ չի ասում, ես իրան դիմում եմ, դու քանի գլխանի ես ինձ մերժում ես, բայց շատ դժվար է, երբ որ դու ինչ-որ հարցով պետք է դիմես մի անձի, ով ինքը այսպես ունի այդ ինքնավստահությունը, ունի այդ վեհությունը, եւ ինչ-որ առումով երբ որ դիմում ես, կարող ես նույնիսկ մտքիդ մեջ սպասել, որ կարող ես մերժում ստանալ, հա, այդ անձը քեզ կարող է մերժել։ Այսինքն, երբ որ մեզ դիմում են ինչ-որ հարցով, ընկերներ, շատ կարեւոր է, թե իրենք անձը, մեր դիմացի անձը ինչ պատկերացում ունի մեր մասին, որովհետեւ իզուր չէ, որ մեզ դիմում են, ինչու հենց քեզ կոլեկտիվում կարող են լինել 50-ից ավել անձ, բայց հենց քեզանից խնդրեն, հա, որ դու, չգիտեմ, այսօր պետք է գնաս մոլ եւ այսինչ բան այնտեղից գնես եւ հետ վերադառնաս, կամ հենց քեզ կարող են խնդրել, որ գիտես դու օրինակ հավելյալ պետքա այս ժամերը մնաս եւ բնականաբար քեզ անպայման ասում են, որ օհ քո նման աշխատող այս ամբողջ կոլեկտիվում չկա, եթե ոչ դու, ապա ով եւ ինչու հենց քեզ, հա, որտեվ քեզանից մարդիկ չեն ակնկալում մերժում, չեն սպասում մերժում, իրենց գլխի մեջ չի տեղավորվում, որ դուք իրենց կարող եք մերժել։ Այսինքն, եթե դուք զգում եք, որ հաճախ են փորձում ներխուժել ձեր անձնական տարածք, հաճախ են փորձում խախտել ձեր սեփական սահմանները, մի պահ ձեզ հարց տվեք, իսկ ինչու հենց ինձ, իսկ ինչու ամեն անգամ հենց ինձ,